Օգնիր եղբորդ հիմնադրամի դռները բաց են սիրիահայերի առջև, բնակարանի կարիք ունեցողների գրանցումը սկսված է։ Անձնագիր եւ ընտանեկան տետր սրանք պահանջվող փաստաթղթերն են։ Դեռ նախաձեռնության ժամանակից արդեն 600 դիմում ենք ունեցել մոտ, որ մարդիկ դիմումներ տալով ներկայացել են իրենց պահանջը, որ նրանք բնակարանների կարիք ունեն։ Դա էր հենց պահանջը, որ մենք կարողացանք արդեն հիմնադրամ ստեղծելուց առաջին խնդիրներից մեկը հենց բնակարանների խնդիրը բարձրացնել։ Խաչիկ Ջոզիկյանն ինքն էլ Սիրիայից է։ 1 տարի առաջ է եկել եւ գիտի, համերկրացիների ամենամեծ խնդիրը բնակարանն է։ Աշխատանք գտնում են, բայց առանց տուն գործը շատ է բարդանում։ Ծրագիրը սկսանք որպես շտաբ օգնություն, մենք կարելի է իրենց սնունդ եւ այլ հոգսերը հոգալ, բայց հիմնական խնդիրը սնունդեն ավելի կարևորը իրենց բնակարաններով ապահովելն է։ Երբ գրանցումն ավարտվի, կհաշվարկեն եւ կհասկանան, թե քանի շենք է անհրաժեշտ։ Հետո նախագծա նախահաշվարկային աշխատանք։ Քաղաքապետարանի եւ կառավարության հետ պայմանավորվածություն կա։ Ծրագիրը կլինի բարեգործական, տարածքն էլ անվճար։ Մենք ազատվելով որոշակի հարկերից, հարկատեսակներից կարողանանք գինը ավելի էժան ապահովել սիրիահայերի համար։ Շուկայական գինեն համարյա գես գինը։ Օգնիր եղբորդ հիմնադրամը կաջակցի սիրիահայերին ցածր տոկոսով վարկ ստանալ բանկից, որքան դեռ քննարկման փուլում է։ Առաջին շենքի տեղը, սակայն, հաստատ է։ Այն կբարձրանա Դավթաշենում։ Նելի Հարությունյան, Պողոս Միրզոյան, Arnews։